Ողջույն, եթերում Մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ Հարավային դպրոցի երկրորդ դասարանցիներն են։ Այսօր մենք կխոսենք մի կարևոր թեմայի մասին, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Դա ջուրն է, կյանքի անփոխարինելի աղբյուրը։ Ջուրը մեր կյանքի հիմքն է։ Մարդու մարմնի 60-ից 70% ջուր է, եւ առանց դրա մեր օրգանիզմը չի կարող աշխատել։ Ջուրը մեզ օգնում է պահպանել առողջությունը, մասնակցում է սննդանյութերի տեղափոխմանը, կարգավորում է մարմնի ջերմաստիճանը և օգնում է օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը։ Գիտեք, որ մարդը կարող է ապրել առանց սննդի մի քանի շաբաթ, բայց առանց ջրի ընդամենը 3-ից 5 օր։ Երկրի մակերեսի մոտ 71%-ը ծածկված է ջրով, սակայն ցավոք ջրի մեծ մասը աղի է և գտնվում է օվկիանոսերում և ծովերում։ Խմելու համար պիտանի քաղցրահամ ջուրը կազմում է մոտ ընդամենը 2,5%, իսկ իրականում օգտագործելի ջուրը նույնիսկ 1%-ից էլ քիչ է։ Քաղցրահամ ջրի մեծ մասը գտնվում է սառցադաշտերում և ստորգետնյա ջրերում, և միայն փոքր մասն է հասանելի գետերում ու լճերում, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր։ Այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ չունեն մաքուր խմելու ջուր։ Ջրի պակասը, աղտոտումը, կլիմայի փոփոխությունը դարձել են լուրջ խնդիրներ։ Բայց մենք ձեզ համար ունենք լավ նորություն։ Մենք բոլորս կարող ենք օգնել։ Մենք կարող ենք խնայել ջուրը, կրճատելով երկար լողանքները, փակելով ջուրը, երբ այն չենք օգտագործում, ճիշտ ժամանակին ջրելով բույսերը, առավոտյան և երեկոյան։ Եվ մենք պետք է խուսափենք ջրի անիմաստ վատնումից, որը պարզապես բնական պաշար չէ։ Այն կյանքի աղբյուր է, մեր առողջության երաշխիքը։ Հիշենք, ջուրը պետք է պահպանենք, խնայենք ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե, որպեսզի մենք միշտ ջուր ունենանք։ Այսքանը ջրի մասին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։